Հարգելի քաղաքացիներ, միատ հնչեցրեք այն վարկային պարտավորությունների չափը, ինչը ոչ օրինաչափ կերպով ձեր վրա դրվել է եւ հնչեցրեք այն չափը, ինչ չափի գումար բանկերից գողացվել է ձեր հաշիվներից։ Միատ հնչեցրեք, ասեք 550,000, որը դառել է 900,000։ 1 միլիոն դրամ դառել է 1.600,000։ 2 միլիոն, որից 500,000 5 միլիոն։ Ահա, խնդրի եմ էս է իրավիճակը, հարգելի լրագրողներ, շատ են մեծ իրականում թվերը, քաղաքացիներ ունենք, որ 8 միլիոն, 10 միլիոն, 12 միլիոն, 53,000 դոլար եւ այսպես չափից շատ մեծ թվեր են, հա։ Չգիտեմ, անհրաժեշտություն կա արդեն ներկայացնելու թե որքան է օրինաչափ եղել բանկի վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ, չեմ կարծում, որ մարդիկ կան, որ չգիտեն կամ իրանց համար նորություն է, որ այս վերաբերմունքը բանկերի կողմից ապօրինի է։ Եթե կան սրա վերաբերյալ հարցեր, խնդրում եմ տվեք, որ շարունակենք արդեն խոսել այս կառույցի մասին։ Կան կասկածներ, քննչական կոմիտեի շենքում էիք եւ դրանից հետո ինչ զարգացումներ եղան մեր տեղեկություններով, ֆակտի տեղեկություններով ձեզ որոշ բանկեր ասել են, որ կփոխհատուցեն եւ կզրոյացնեն այդ գումարները։ Կա այդպիսի բան։ Ուրեմն որոշ բանկերից չունենք արձագանք, ուղղակի չունենք արձագանք։ Խոսքը Ինեկո բանկի մասին է, խոսքը Արշին բանկի մասին է, նրանք չեն արձագանքել այն հայտարարությանը, որ մենք ունեինք նախ կենտրոնական բանկի պաշտոնյաներից մեկի հետ համաձայնություն, որ խնդիրը պետքա լուծվի, այդ պահանջները, վարկային պահանջները պետքա չեղարկվեն քաղաքացիների նկատմամբ, սակայն իրադարձություններն այնպես զարգացավ, որ կենտրոնական բանկի այս առաջարկը եւս չպահպանվեց, հա։ Դրանից հետո ID բանկը նորից երկրորդ ծուղակն է պատրաստում քաղաքացիների համար։ Մեր ձեռքի տակ ունենք ինչ որ այսպես ասած վարկային պայմանագրի նմուշ, ըստ որի քաղաքացիներին առաջարկվում է 2 տարի չեղարկել, 2 տարի ժամկետով չեղարկել վարկային պարտավորությունները, այնուհետև 24%-ից իջեցնել 12% եւ մուծել ինչ որ գրաֆիկով, դրանից էլ ենք հրաժարվել, դրան էլ համաձայն չէին քաղաքացիները, դրանից հետո առաջարկվել է եւս մի պայմանագիր կրկին անգամ ID բանկի կողմից վարկային պայմանագիրի դեպ, որ պետքա չեղարկվի 5 տարի ժամկետով, 5 տարի հետո պետքա նորից 12%-ով ինչ որ գրաֆիկով մուծվի այդ վարկերը, բայց ինչի մասին է խոսքը, սա երկրորդ ծուղակն է, հա, քաղաքացիների համար, որովհետև եթե քաղաքացիները ներկա պահին չունեն ընդհանրապես վարկային պայմանագիր բանկի հետ կնքած, որևէ վարկային պայմանագիր ներկա պահին չունեն բանկի հետ կնքած, ապա ինչի պիտի, հա, այսպեսի գայթակղիչ թվացող առաջարկներով քաղաքացիներին բերում են այն հարթակ, որ ունենան պայմանագիր, վարկային պայմանագիր։ Իհարկե քաղաքացիները հրաժարվել են դրանից եւ մենք հորդորում ենք քաղաքացիներին նման վարկային պայմանագրեր չստորագրել, քանի որ նրանք չունեն վարկային պարտավորություններ բանկի նկատմամբ։ Բայց այնուամենայնիվ վարկը ձևակերպված է իրենց անունով եւ փաստացի, եթե իրենք են վճարում եւ եթե չեն վճարում, իրենք են տուժի տուգանքի ենթարկվում։ Այս դեպքում ավելի ռեալ չէ այդ տարբերական թողել։ Բացարձակապես ռեալ չէ, քանի որ այդ տուժերն ու այդ տուգանքները էլի բանկի կողմից են, էլի անհիմն են, վարկային պահանջները քաղաքացիների նկատմամբ ոչ օրինաչափ են եւ անհիմն են։ Եթե այս մասով հարցեր կա, խնդրեմ։ Ոչ օրինաչափ պահանջներ են, ֆինանսական ոչ օրինաչափ պահանջներ են։ Ինչ կապ ունի, որ քաղաքացիների անունով են ձևակերպված։ Պետք է իրանք չձևակերպեին, դա բանկերի սխալն է եղել, որ քաղաքացիները գումարը փաստորեն տվել են զեղծարարի կամ ինչ որ այլ մարդու, այլ քաղաքացու,
բայց ձևակերպել են քաղաքացու անունով եւ քաղաքացին չունի ստորագրություն, հետեւաբար չկա վարկային պայմանագիր եւ չկա վարկային պարտավորություն մուծելու այս ինչ ապօրինի իրավիճակ են ստեղծել, հա եւ այսօր մեր այստեղ հավաքվելու հենց նպատակը նա է որ այս ամեն ինչը պետքա վերահսկելի լիներ կենտրոնական բանկի կողմից կենտրոնական բանկը օրենքով սահմանված իր պարտավորությունների տիրույթում հա վերահսկել առևտրային բանկերին, հա Եթե կենտրոնական բանկը մինչ այս օրը դա արած լիներ, նախորդ 5 տարիների 20-21 թվականներից հա այս իրավիճակը առաջացել այստեղ մարդիկ կան արդեն 2-3 տարի է ինչ այդ խնդիրն ունեն եւ տարիներ շարունակ կենտրոնական բանկը այդ գործառույթը չի արել կենտրոնական բանկը այդ իր պարտավորությունը այդ իր պարտականությունը նաեւ չի անում արդեն 2 ամիս է երբ որ մենք ձայն ենք բարձրացրել երբ որ մենք ըմբոստանում ենք ընդվզում ենք ապօրինի պահանջների վերաբերյալ եւ բանկերի ոչ օրինաչափ գործողությունների վերաբերյալ նաև արտահայտվել էր մի քանի օր առաջ չեմ հիշում ճիշտ օրը գլխավոր դատախազներ արտահայտվել չեմ հասկանում այս մարդիկ ինչ են մտածում այս մարդիկ ինչի պատշաճ կերպով իրենց պարտականությունները չեն կատարում ինչի են քաղաքացիները հայտնվել այս իրավիճակի առաջ հանիրավի գումարների պահանջը կոչվում է թալան